Պաշտպան հայրենիաց ծրագրով առաջարկվում է 5 տարվա ծառայությունից հետո պայմանագիրը եւս 2 կամ 5 տարով երկարացնելու դեպքում զինծառայողներին տրամադրել հավելյալ պատվովճար, համապատասխանաբար 1.5 միլիոն եւ 5 միլիոն դրամ։ Ծրագրի նպատակը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացումն է։ Այս կերպ կրճատվելու է նաեւ ծրագրին միանալու ժամկետը։ Ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները, նախկին 6 ամսվա փոխարեն։ Եվ այսպես, ըստ փոխնախարարի, եթե զինծառայողը ընդհանուր 10 տարի ծառայի, աշխատավարձից բացի կստանա նաև 10 միլիոն դրամ պատվովճար։ Առիթից օգտվելով նշեմ, որ իրենք արդեն մեր թվականակը պաշտպան հայրենիացի հասել է շուրջ 6000-ի եւ մենք սրանով արդեն ավելի կբեցացնենք թվականակը։ Շատ լավ։ Դա բաց ինֆորմացիա է։ Եվ որովհետեւ մենք քանիցս արդեն ազգային ժողովում եւս հնչեցրել ենք։ Կառավարությունն առաջարկում է փոխել վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքի վերականգնման կարգը։ Նախագծով առաջին անգամ իրավունքից զրկված վարորդները 1 տարվա ժամկետի ավարտից հետո կկարողանան այն վերականգնել առանց քննության վճարելով 50,000 դրամ։ Երբ որ մենք դիտարկում ենք նաև միջազգային փորձը այս տեսանկյունից, միջազգային փորձում թե զրկման իրավիճակներում, թե տրամադրման իրավիճակներում տարբեր հանգամանքներ են հաշվի առնում, որպեսզի ավելի շատ կենտրոնացումը լինի վարորդի վարքագծի վրա, վարքագծի գնահատման եւ դրա փոփոխության վրա։ Վերականգնումից հետո կսահմանվի 1 տարվա փորձաշրջան 13-ի փոխարեն 6 տուգանային միավորով։ Եթե այդ միավորները սպառվեն կամ վարորդը կրկին զրկվի իրավունքից, ապա վերականգնումը նախարարի վստահեցմամբ հնարավոր կլինի միայն քննությամբ։ Նախատեսել են 20 թվականից մինչև 20 թվականի հունվարի 1-ից հետո, մինչև 26 թվականի մայիսի 1 ընկած ժամանակահատվածում զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնելու հնարավորություն տալ կրկին նույն մոդելի կիրառման պայմաններում։ Արփինե Սարգսյանի խոսքով նախագիծը սակայն չի կիրառվելու դատարանների որոշմամբ կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից վարորդական իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև առողջական վիճակի, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված դեպքերի նկատմամբ։ Հաջորդ նախագծի հաստատմամբ 2027-ի հուլիսի 1-ից պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը կիրականացվի X-Road համակարգով, որն արդեն կիրառվում է Էստոնիայում եւ Ֆինլանդիայում։ Դա հնարավորություն էր տալիս, որպեսզի մեկ պետական մարմնի շտեմարանի տվյալները կրկնօրինակվեն մյուս պետական մարմնի մոտ։ X-Road տարբերակի պարագայում մենք ունենալու ենք մի շարք առավելություններ։ Եվ այսպես կբացառվի տվյալների կրկնօրինակումը, կբարձրացվի անվտանգության եւ անձնական տվյալների պաշտպանության մակարդակը, ինչպես նաեւ կապահովվի տվյալների փոխանցման թափանցիկությունն ու հետագծելիությունը։ Համակարգի ներդրմամբ քաղաքացիներն այլևս տարբեր գերատեսչություններից տեղեկանքներ հավաքելու կարիք չեն ունենա։ Պետական մարմինները տվյալները կստանան միմյանցից միասնական համակարգի միջոցով։ Հաջորդիվ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջիկա 2 ամսում թանգարաններում կհայտնվեն նոր հուշանվերային շարքեր, իսկ պատմության թանգարանում եւ պատկերասրահում կբացվեն նոր վաճառասրահներ։ Նախարարի խոսքով հուշանվերների արտադրությունն իրականացվում է շուկայի ուսումնասիրության հիման վրա տարբեր սեգմենտների համար, իսկ վաճառքից ստացված միջոցները ուղղվելու են նոր խմբականակների արտադրությանը։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։